Վարդան Ղուկասյանի գործը կաշառքի գործի քննությունը ապրիլի քանիս 9-ն էր 10-ն էր դարձավ քաղաքապետ նորից 4 քաղաքական ուժերի աջակցությամբ եւ հոկտեմբերի 20-ին եկան ձերբակալեցին կաշառքի ինքնակամ շինությունը ներողություն օրինականացնելու համար կաշառքի պահանջելու համար մեղադրանքը չի ընդունում բնականաբար խափանման միջոցը փոխել են դատարանը գտել է որ եթե տնային կալանք հա եւ 15 միլիոն դրամ ինչ անունը գրավ այս խափանման միջոցի փոփոխությունը չի խոչընդոտի գործի վերջնական քննությունը եւ դատական քննությունը այսինքն դատական քննությունը դեռ շարունակվում է տեսական սցենարները ծայրահեղ երկու սցենարները պատմեմ էլի ժողովուրդ չան թե ինքը գիտե փաստաբաններն էլ գիտեն եւ այլն մի սցենարներն է որ գործը քննում են եւ դատարանը ասում է որ այս մարդը անմեղ է մարդ այս ինչ է բռնել տարել քաշքշել բերել դրել հա մեղավոր են ուրիշները կամ ոչ ոք մեղավոր չէ այնպես լիքը դեպքեր ունենք ազատ արձակեք գնա հա այն մյուս մանրամունր գործերը թողնենք ապօրինի գույքի մեղադրանքը ժողովուրդյան ովքեր առաջին անգամ են լսում այս թեմայով զրույցները ասեն որ ապօրինի գույքի մեղադրանքը ներկայացվում է գույքին ոչ թե տիրոջը, այլ գույքին։ Եվ դա ներկայացվում է մեղավորության կանխավարկածով։ Անմեղության կանխավարկածը այն է, որ մեղադրվում է, բայց քանի դեռ դատարանում չի ապացուցվել ու դատարանը չի որոշել, որ այս մարդը մեղավոր է, այդ մարդը համարվում է անմեղ։ Ապօրինի գույքի դեպքում ոնց որ հակառակն է, էլի, որ հեշտ պատկերացնեք։ Եթե ասում են, պարոն Պարսեղյան, գետինը մտնես, այս բաժակը ապօրինի գույքի հետ ես գցել Մա դիձիոտ գրել էր բան, էլի ես ապարանքներում ես ապրում, ոնց, որտեղից քեզ այդ ապարանքը, չգիտեր, որ ընտրակաշառքից է մնացել անցած 30 տարիների ընթացքում բաժանելուց կեսը կերել էի։ Եթե մեկը գալիս ասում է, պետությունը ասում է, ապացուցի, որ սա օրինական է, ուրեմն գործում է մեղավորության կանխավարկածը եւ դա վերաբերվում է գույքին։ Մարդուն չեն մեղադրում։ Եվ մարդը պետք է ապացուցի, որ այս գույքը օրինակ, եթե չի ապացուցում, այս գույքը դառնում է անօրինական եւ պետությունը ասում է տանում եմ։ Կուզես հաշտություն կնքես հետս մինչեւ դատարան գնալը կամ դատարան մտնելուց հետո։ Եթե կուզես, դրա 30%-ը կարող են թողնել քեզ, բայց պետք է հաշտություն, իսկ հաշտություն նշանակում է, որ դու ընդունում ես, որ այդ գույքը անօրինական է։ Հասկացաք, հա, տարբերությունը ժողովուրդ, ովքեր չգիտեմ, որովհետև ես սա մի քանի անգամ առիթ ունեցել եմ բացատրելու, հա, 22 անուն ապօրինի գույք, այդ մասին էլ հաղորդումների ժամանակ, ուրեմն ես ներկայացրել եմ, որը վերագրվում է Ղուկասյան Վարդանին, անշարժ գույք եւ այլն։ Քաղաքում տարբեր օբյեկտներ, հողամասեր, էսկոմ ենկոմ, հա։ Մյուս սցենարը, առաջին սցենարն այն է, որ դատարանը ճանաչում է անմեղ եւ հայտարարում է, որ այս գործով մարդը անմեղ են, չէ՞, բայց թողնեք գնար քաղաքապետի գործը աներ, քաղաքը շենացներ եւ այլն եւ այլն։ Մյուս ծայրահեղ սցենարը հորետեսական կամ բաները ինչ-որ անհայտ հայոց լեզվի մասնագետները ասում են վատատեսական, կարճատեսական, թե չգիտեմ, հեռատեսական կամ քոռատեսական ըստ երևույթին այն է, որ 10 տարվա ազատազրկում։ Հա, այս բան, իսկ եթե եկուս մյուսոր այդ սցենարն է տեղի ունենում տնային կալանքից, մարդը պետք է տեղափոխվի ազատազրկման վայր, որտեղ կորոշեն, որ պետք է կրի իր պատիժը։ Առայժմ Վարդան Ղուկասյանը տուն է վերադարձած եւ պրոբացիոն ծառայությունը պիտի հսկի, որ տնից չհեռանա ու իհարկե ավականուն նիստերին մասնակցելու նիստեր վարելու իրավունք չունի, թեպետ մնում է որպես Գյումրու քաղաքապետ։ Այդ պաշտոնը ավականու անդամը եւ քաղաքապետի պաշտոնը լիազորվող պաշտոններ չեն։ Նոտարով եւ падգամավորի գործը լիազորվող չէ, ինչպես գիտեք։ Այսինքն շարունակելու է կառավարել իր փեսան, ըստ երևույթին դատարանապան դավադրության տեսության տեսանկյունից եմ նայում ըստ դե գախտնա լսում է իր հերթին հիմի երևի թե զուգարանից բանից բռնած գախտնա լսվող այնպիսի համակարգեր են տրված, որ էլ ասելու չէ։ Դեռ պարոն Ղուկասյանը այս անգամ ենթադրում եմ, որ այնպես միամիտ չի լինի, էլի որ մտածի, որ հաստատ իրեն չեն գախտնա լսի, հա, եւ քննարկելու են ըստ երևույթին, թե արդեն առերես էլի փեսայի հետ մնա որպես համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող
Ավետիս Առաքելյանը, թե այնուամենայնիվ վերցնի մանդատը գնա պատգամավոր դառնա ուժեղ Հայաստանից եւ նրա փոխարեն ով ընտրվի Գյումրու ավականու կազմից որպես համայնքի ղեկավար։ Եթե այդպիսի փոփոխություն լինի, Գյումրու ավականու կոմունիստական կուսակցության խմբակցությունը բնականաբար էլի ունի 9 հոգի, մեկը ինքն է, որը տնից դուրս գալու իրավունք չունի, եւ այն 8 հոգուց ինչ որ մեկը պետք է ուրեմն հավանաբար լինի հավանական հավակնորդ քաղաքապետի պաշտոնի համար, ներողություն, քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնի համար։ Մյուս խմբակցությունները կողմ կքվեարկեն, թե ոչ դժվարանամ եմ ասել։ Պարոն Մարտուն Գրիգորյանը, որն ունի 5 հոկանոց խմբակցություն այնտեղ, ահռելի մեծ ծավալի քննադատություն է ստացել անցած 13, 14, 15 ամիսների ընթացքում, թե ինչու սատարեցիր Ղուկասյան Վարդանին քաղաքապետ դառնալու, արդյոք նորից կսատարի կոմունիստական կուսակցության խմբակցությունից ինչ որ մեկին քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոն զբաղեցնելու համար, թե այս անգամ կասի մի անգամ մենք ենք աջակցել, այս անգամ էլ դուք աջակցեք, այն մյուս խմբակցությունները ավելի փոքրաթիվ են, 2-3 հոգի, հավակնություններ կունենան թե ոչ, հազիվ թե։ Ահա այսպիսի բանը ինչ է անունը, խառը ինչպես ասում են, բայց ոչինչ, ապոկալիպտիկ չէ, Հորմուզի նեղուցը չէ, Ղարաբաղի հարցը չէ, մի կերպ կդիմանան ըստ երևույթին, քաղաքում խոշոր հաշվով բան չի փոխվում, բան չի փոխվելու, չարժե այդպես շատ ճղվել էլի, հա, բանը չարչարվել էլի, հա։ Պարոն Քոչարյանը չի վերցնելու իր պատգամավորական մանդատը, ընչի։ Հայ ժողովրդին ահռելի ծավալի խոստումներ տված, բարեփոխել, նորոգել, տոփերգել եւ այլն, միակ մարդն է, որ կարող է լինել վարչապետ եւ երկիրը հանել այս ցեխի միջից, պարոն Քոչարյանը պատկերացնում էր միմիայն ինքզինքը, ինքն իրեն։ Հո մեկ էլ իմանում ենք այս բոթը, գույժն ենք իմանում, ծանր լուր ենք առնում այն մասին, որ պարոն Քոչարյանը որոշել է մեզ զրկել իրեն ազգային ժողովում ելույթ ունենալով տեսնելու շռայլությունից, շքեղությունից կամ այդքան մարդ է ընտրել ձեզ, պարոն Քոչարյան, եթե զահլանում եք էլի ես հաղորդումը նայելու, բա այդ մարդկանց ինչի եք, ինչպես ասում էին քաղաքում հնում, բեդամաղանում, թևաթափանում, ընկճում, բա ով պիտի լսի ձեր փառահեղ ելույթները ազգային ժողովի ամբիոնից, թե ինչ-որ պրոբլեմ կա երկրի երբեմնի միակ տղամարդը հայտարարված անձնավորությունը ոչ ավել, ոչ պակաս վախենում է դինել ազգային ժողովում, բոլորի ուշադրության կենտրոնում եւ քաղաքացիական պայմանագրի 64 պատգամավորների քննադատության թիրախ։ Ինչու՞։ Եթե ոչ դուք, ապա ով պիտի առաջնորդի Հայաստան դաշինքը ազգային ժողովի ներորդ գումարման 5 տարիների ընթացքում ինչ հաշիվ է, հա ու դեպ էսեն դեպքը չէ էլի, որ ինքը մանդատը չի վերցնում, որպեսի 13-րդ ուրեմն մարդը ցուցակի մեջ կդառնա ուրեմն պատգամավոր, բնականաբար 13-րդը դառնալու է պատգամավոր, 14-րդը մեր սիրելի Գառնիկ Դանիելյանն է, եթե դարանկում մեկն էլ հրաժարվի մանդատից, 10-րդը ասենք Լևոն Քոչարյանն է, էլի, Գառնիկ Դանիելյանը կդառնա պատգամավոր եւ մենք ինչ-որ մի ինչ ասեմ, մխիթարություն կունենանք, որ ժամանակներս զուր չի անցնում։ Մենք այնտեղ ունենալու ենք իհարկե զվարճալի շարք այն մասին, որ կողմը լալով դեմ կլանք, 5 տարի շարունակ քաղաքացիական պայմանագիրը կներեք, կայֆավատ է լինելու, թե չհասկացանք, դուք օրինական չեք ընդունում այս ընդրությունները, բայց որոշել եք դառնալ պատգամավոր մանդատները վերցնել։ Մի խոսքով ժողովուրդ ջան, այս վշտին հարկավոր է դիմանալ։ Քոչարյան Ռոբերտը պատգամավորի մանդատից հրաժարվում է։ Մենք լիքը ուրիշ վշտերի ենք դիմացել, երևի թե այս վշտին էլ կդիմանանք, էլի ոնց էլ եղնի մի կերպ կհաղթահարենք, էլի, հա, այս ծանր պատիժը։ Հա։ Առևտուրը Ռուսիայի հետ եւ մնացած երկրների հետ Factor TV-ին հետաքրքիր վիճակագրություն էր հանել, ես մի քանի բան կներկայացնեմ Factor-ի կայքում, կարող եք գտնել այդ նյութերը նայել, հետաքրքիր բաներ կան,
մի վարքյան ստեղ նայենք ինչ հարցեր կան, որոնք պատճ չթողնենք էլի։ Հա Արցախի թեմին նախկին առաջնորդից ինչ կա, կարծեմ Միացյալ Նահանգներում է, հա, Ամերիկայում էս քանի տարվա սիրտը նկարելու հերթի մեջ է մի Ստալին չկա հայերի մեջ Քնար Աջապահյանի մոտ, Ստալին, հա, Մարթը ակտիվ փնդրտուքի մեջ, ուր է Ստալին, հա, Ստալինի անունն էր տալիս, ճիշտ եք էլի, հա, Պարոն Փարսեղյան, այդ 400 միլիոնի մեջ Նիկոլի ոչ եւ նա քնարուցախ թե աճ Հարգելի Կարիկ Բաղդասարյան, չեմ կարծում, թե լուրջ եմ ասում, չեմ կարծում։ Եթե մտածեի, որ Նիկոլը տեղից բան է տանելու Ծառուկյանի 400 միլիոնը, հա, կասեի, որ այո, նման կասկած ունեմ, տանելու է եւ այլն եւ այլն։ Ինչ էր այդ 400 միլիոնը, իրականում 400 միլիոն չէր։ Իրականում 270 միլիոն էր, բայց 75 անշարժ գույք Կակիկ Ծառուկյան, հա, դատարանն է որոշել, դատարանն են դիմել 10 գույքի շուկայական արժեք 57-ը ուրեմն գույքից ուրիշ գույքեր ուրեմն Երևան քաղաքում 42 են անշարժ գույքի հետ եմ էլի, հա, 42 տրանսպորտային միջոց Այն 75 անշարժ գույքից 57-ը գտնվում է Երևանում 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, այդ թվում Multigroup կոնցեռն, Multi-Avtotranс ՍՊ, Onira Club եւ այլ իրավաբանական անձինք 105 միլիարդ ուրեմն եւ ավելի դրամ, հա, ինչպես նաեւ տրված փոխառությունները պարտք է տվել, զիջված պահանջի իրավունքը եւ այլն, ինչպես նաեւ 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք Այս 105 միլիարդը, ես մոտարապես հա 260 միլիոն դոլար, այն մնացածը անշարժ գույք, 10 գույքի շուկայական արժեք, 20 բանը, ինչ է 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձի մասնակցություն եւ 5 տրանսպորտային միջոց, այս մնացածը ես մոտավոր նվազագույն արժեքով 120 միլիոն դոլար եմ գնահատել իմ աշխելքով, էլի կներեք ես Այս թվերից լավ չեմ, մոտավորապես էս է ասածս 400 միլիոն դոլարի զրույց է սա, որը պարոն Քոչարյանին ներկայացված ապօրինի գույքի հայցի հետ կապված կրկնակին է, հայցի համեմատ, գուցե 500 միլիոն է, գուցե այս թվերը դատախազությունն ավելի լավ կիմանա, էլի, գուցե 1 միլիարդ դոլար է, հա, եւ պարոն Քոչարյանի դեպքում, ինչպես արդեն ասացի, իմ իմանալով առայժմ 200 միլիոն դոլարի ապօրինի գույքի պահանջ է եւ ստեղ այն ուրեմն բանն է հաշտության հանգամանքն է մեյդան գալիս թե եթե հաշտությունը պարոն Ծառուկյանը դատարանում կարող է ասել որ բերեք հաշտություն կնքենք 30%-ը թողնում եք ինձ ասենք 400-500 միլիոն դոլարի 30%-ը թողնում եք ինձ մնացածը արգրավեք բռնականձեք գնա Այդ դեպքում դատը մինչև վերջ չի ընթանում դատարանը միանգամից ուրեմն որպես կանոն հաստատում է եւ վերջ Այս դեպքում ակնհայտ է լինում որ գույքի տերը ընդունում է առանց ընդունել չի կարող ասել բերեք հաշտություն կնքենք Ահա սա շատ կարևոր հանգամանք է նման դատական վճիռներ արդեն կան հաշտություններ իհարկե այս հայտնի պաշտոնյաների հետ չեն կապված ավելի փոքր պաշտոններ զբաղեցրած ավելի փոքր գումարներով ապօրինի գույքով դատարան հասած նախկին պաշտոնյաներին է վերաբերվում Պարոն Քոչարյանի դեպքում երկու ոտը մի կոշիկ դրած պնդել է մի քանի անգամ եւ պնդում է որ ինքը ոչ մի դեպքում չի համաձայնում որովհետեւ իրենց ամբողջ ունեցվածքը մինչեւ վերջին դրամը լուման կոպեկը ավելի ճիշտ կլինի այս դեպքում ասել հալալ քրտինքով է ինչ հաշտություն ինչ բան չի պետք է ինքը պետությանը զիջի ինչ որ 70% սա հնչել է 25 թվականի նախընտրական Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ պարոն Ղուկասյանը չէր եկել վերջին բանավեճին, հիշում եք, հա, առաջին համարների, հա, քաղաքապետի տեխնացուների, ես ընդեղ էի, ինքը չկար, ես այդ հարցը իրեն ուղեցի եւ ինքը հաջորդ օրը պատասխանում էր, թե չէր եկել, բայց ես հարց տալու իրավունք ունեի։ Արդյոք կարող է հաշտություն կնքեք այս իշխանության հետ Ինքը վճռականորեն հաջորդ օրի իր հարցազրույցում պնդեց, որ ոչ մի հաշտություն չի կարող լինել այս իշխանության հետ։ Ես սա շատ լավ հիշում եմ, դժվար չէ նյութերը քանդել գտնել հանել, եւ իր դիրքորոշումը շատ նման է իր ինչ բարկաստեղ կուրկ ասեմ կամ ասենք պաշտամունքի կամ լավ համակիր։ Իր համակրած քաղաքական առաջնորդ Քոչարյան Ռոբերտի դիրքորոշման հետ ոնց որ թե նույնական է ոչ մի հաշտություն այս իշխանության հետ։
Այս դեպքում եթե են 22 անում գույքը դե հետաքրքիր է եկուց կկարդամ այդ գույքի ցանկը էլի, հա հասնելու է ինչ է պետությունը պահանջելու է այդ 22 գույքի հետ կապված 30%-ի հաշտություն, պարոն Ղուկասյանը նույնպես նպատակադրված չէ հաշտությամբ 30%-ը պահել իրան, մնացածը զիջել Հայաստանի Հանրապետությանը, բայց մարդ է, գիտեք, կյանքը հարուստ խաղ է, մարդկանց դիրքորոշումները փոխվում են, ջահել ժամանակ մենք ուրիշ ենք, ահել ժամանակ մենք ուրիշ ենք, ես իմ մարդկա չի փոխվում, մարդկա փոխվում է։ Կարող է դիրքորոշումը փոխած լինել պարոն Ղուկասյանը եւ ասի, բան է, ներողություն իհարկե, այսքան խավարկածի համար, բայց ենթադրելու իրավունքը սահմանադրական իրավունք է։ Հա, ահա այսպես։ Թվաբանական ինչ որ հանրագումար չունեմ պարոն Ղուկասյանին վերագրվող ապօրինի գույքի հետ կապված։ Ռոսսելխոզնադզորը Իրանին խնդրել է կասեցնել Ռուսաստան արտահանման համար նախատեսված ծաղիկների հավաստագրումը Իրանից։ Ուշադրություն դարձրեք, ուրեմն Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը խնդրում է կասեցնել Ռուսաստան արտահանման համար նախատեսված ծաղիկների հավաստագրումը եւ ինչ է ասում։ Փաստաթղթերում նշվում է որպես ծագման երկիր Իրանը, այսինքն Իրանը որ ծաղիկ-մաղիկ է ղրգում Ռուսաստանի դաշնություն, ասում է սա Իրանի արտադրածն է, բայց Ռոսսելխոզնադզորը կասկածներ ունի։ Ըստ հաղորդագրության ապրանքների արտաքին բնութագրերը կագաչ, պոյնեսկան, վարդ, գլուխնեսկան, չգիտեմ, քաշը, պոյը եւ այլն փաթեթավորումը նույնական են Հայաստանից առաքվողների հետ, Հայաստանից չի առաքվում, այ բալամ առաքվածների հետ պիտի ասեին, էլի, առաքվողների հետ։ Նույնական են ինչ է նշանակում։ Հա, դուրս չի գալիս, էլի, հա, ավելի վաղ Իրանին տեղեկացրել էր հայկական ծաղկային արտադրանքի համար գործող ժամանակավոր սահմանափակումների մասին, հա, ասել է, որ նայի մենք Հայաստանին արկել է, Հայաստանից ծաղիկ չենք ընդունում, չեղնի չիմանանք, որ ձեր միջոցով են ծաղիկները ղրգում այստեղ, այդ սա ծաղիկներն են, Ծիրանի մասին այսօր առավոտ վայնասուն կար համացանցում, թե 15 ավտո Ծիրան է տարվում Իրան, որպեսզի այնտեղից արտահանվի Ադրբեջանի միջոցով Ռուսաստանի Դաշնություն, այ զուլում, այ քեսպան, հայ, իբր թե հայ ֆուրի վարորդ էր այդ մասին բողոքում, հասկանալի է լրատվամիջոցներից մեկն էլ դրել դա լայնորեն արձարծում էր, թե հիմնական զուլումը գիտեք ինչի վրա են տնում, թե ոնց կլինի հայկական ապրանքը ուրիշ երկրի անվան տակ արտահանվի։ Հələ բերեք վարորդի դիրքից նայենք, վարորդ։ Ենթադրենք ես վարորդ եմ, մի անօրինական ապրանք չէ, դրել են, ես էլ տանում եմ։ Իմ համար ինչ տարբերություն, ես իմ փողն եմ աշխատում։ Կամ արտահանողի համար, եթե իրեն ձեռնտու է եղել Հայաստանից առնել Ծիրան եւ արտահանել որպես սեփական արտադրանք, Հայաստանից առել է, ծախողը գոհ է։ Ճիշտ է։ Գյուղացին, ֆերմերը, այգեպանը գոհ է, որ ծախել է։ Առնողը գոհ է, չէ՞, ինչի է գոհ, որովհետեւ իրեն ձեռնտու է առնել եւ ղրգել ինչ-որ միտեղ վերավաճառել, արանքը աշխատում է։ Եթե վերավաճառում է, ծախվում է, հա, ղրգում է Ռուսաստան, այնտեղ առնող կա։ Առնողն էլ է գոհ։ Այս արանքը մեկ էլ հայտնվում են ինչ որ տիպի, զարուրելի տիպի, հայրենասեր բառը սխալ է, խայրենասերներ, խեյով էլի, հա, որոնք շատ վշտացած են, որ դու մի ասա այդ Ծիրանը, որը առնում են, չգիտեմ, Ռուսաստանում գնորդները, միամիտ համարում են, թե դա իրանական կամ ադրբեջանական Ծիրան է, կամ չգիտեմ, թուրքական կամ պարսկական, ինչ է, Իրաքի արտադրության թողարկման Ծիրան է, հա, այդ տեսակ վիշտ է պատում ֆուրերի շոֆերներին։ Կա այդպիսի տաքսիստ, որը շատ դժգոհում է, որ իրեն նորմալ վճարում են, բայց ուղևորի հաքը ոչ թե Մասիս Սարի նկարով սվիտեր է, այլ ինչ որ մի սպորտային բրենդ է մայքի վրա նկարած։ Տեսել եք այդպիսի տաքսիստ։ Գիտեք տաքսիստ, որը ասի, այ ախպեր, այս մարդուն տարանք ինքը հայ էր։ Ուրեմն վրայի սվիտերի վրա ոչ թե Մասիս Սարն էր կամ արագածներ կամ խուստուկներ, ինչ կա այնտեղ Սևանապան, այլ վրան Կասպից ծովն էր նկարած կամ չգիտեմ, Կումամանիչի իջվածքը։ Չկա չէ նման բան։ Շատ հետաքրքիր ֆուրերի վարորդներ են առաջացել բնության։ Այն որ դժգոհում են սահմանը անցնելու բարդուց, ուրիշ խոսակցություն է։ Իհարկե, պետք է քաշքշուկներ չլինեն, բաներ չլինեն, դա հասկացամ։
Բայց որ հա մենակ ֆուրի վարորդներին չի վերաբերվում անցած օրերի ընթացքում լսել եմ տարբեր այսպես կոչված տնտեսագետ վերլուծաբանների ծնկներին են զարգում վաշվիշ են անում ադամներն ու պրոշներն են կրծոտում թե այն մարդ ոնց կարող է հայկական ապրանքը թուրքագանի անվան տակ վաճառվի Թուրքիայի կամ վրացականի անվան տակ վաճառվի վրացականի անվան տակ արտահանվի Ռուսաստան ինչի եք տարդոդել ծախողը գոհ է արտահանողը գոհ է ուրեմն վերավաճառողը գոհ է կնորդը գոհ է ձեր այդ ինչ վիշտն է պատել ես չեմ կարծում թե սրա համար հատուկ ցուցումներ կան Կրեմլից թե վշտացեք ասենք մինչև ընտրությունները ուրիշ գործիքներ էին կիրառվում Հայաստանը կործանվելու է դառնալու է վիլայետ Եվրամիությունը Հայաստանը գրավելու է եւ հանի պատերազմի դեմ Ռուսաստանի դեմ եթե պրոռուսական չդարձավ իշխանությունը Ռուսաստանը հարձակվում է Հայաստանի վրա անցավ չհաղթահարվեց չհաջողվեց ցախողվեցին Հիմի կասկածներ կան, ես չեմ հավատում դրան, ճիշտ ասած, բայց չի բացառվում, որ այս ռոպագանդիստական կախկանձը ոնց կարող է հայկական ապրանքը վրացական ծաղկի անվան տակ վաճառվել Ռուսաստանի Դաշնությանը։ Էս ինչ ստորություն է, էս ինչ հայրենատավություն է, էս ինչ դավաճանություն է եւ այլն եւ այլն։ Բայց դե կարող է արած լինի, էլի Կրեմլը ասի, «Դավայ, հիմա սկսեք այդ թեմայով ողբը»։ Ոստեղ հետաքրքիր հանգամանք էլ կա, էլի, ապրանքների արտաքին բնութագրերը եւ փաթեթավորումը նույնական են Հայաստանից առաքվողների հետ։ Իրանից է դժգոհում, էլի Ռուսաստանը թե նույնական են, ըդիկ լավ չէ, չեն եք այդպես բան, էլի, իսկ կարող է պատահի բանը հայկական փաթեթավորումն ու ապրանքների արտաքին բնութագրերն են նույնական պարսկականի հետ։ Հետաքրքիր հարց է, չէ՞։ Դժգոհում է Ռուսաստանի Դաշնության ուրեմն հսկիչ մարմինը Ռոսսելխոզնադզորը Իրանից թե ցեզնից ստացող ծաղիկների ուրեմն արտաքին բնութագրերը եւ փաթեթավորումը նույնական են, նման չեն։ Նույնական են Հայաստանից արտահանվողների հետ կամ արտահանվածների հետ, որը հիմա չի արտահանվում Ռուսաստանի Դաշնություն։ Իրան, բա որ ելնի ասի թե այդ փաթեթավորումն ու այդ սերմերն ու բաները ժամանակին մենք ենք տվել Հայաստանի Հանրապետությանը մեթոդը փաթեթավորման եւ այլն եւ իրենք արտադրել են եւ արտադրում են այնպիսի ուրեմն ծաղիկներ եւ այնպիսի փաթեթավորմամբ որը բնականաբար նույնական է մերի հետ դրանք մերն են այսինքն օրիգինալը այսպես ասած մեր արտադրանքն է հայկականն է որ մի քիչ նման է մերին էլ ինչ է խառնվել իրար այդ տղա կամ այդ եթե մեր արտադրանքը լավն է ու նույնական է հայկական արտադրանքի հետ հարցեր են առաջանում, էլի, չէ՞։ Նո, այնպեսի հարց է, որ մենակ էշին կարելի է ասել այդ հարցը դուս խոսքը, էլի, հայկական արտադրանքն ինչու է անընդունելի ձեզ համար։ Մի խոսքով, ստեղ ավելի լայն, եթե նայենք այս խնդրումը, պետք է ասենք, որ Ռուսաստանի Դաշնությանը այս իշխանությունները, Կրեմլ կոչված ֆաշական իշխանությունը, իր էշխելքով, այստեղ ավանակի խելք պետք չէ, էլի, ճիշտն ասած, ներողություն բոլոր էշերից եւ ավանակներից եւ խորթերից եւ ճորիներից ինքան էշեն որ մտածում են որ եթե նույնիսկ Հայաստանը Իրանի միջոցով ծաղիկ ու չգիտեմ ինչ է արտահանում Ռուսաստան եթե Իրանի միջոցով Ռուսաստան տարվող հայկական արտադրանքի դեմն էլ առնեն հայկական ուրիշ ում միջոցով արտահանվողների դեմը կարող են առնել ասենք ադրբեջանականի միջոցով ենթադրենք վրացականի ուրիշ ում վրա կարող են ազդել բելարուսականի չնայած էլ բան չի գնում այնտեղ ով մնաց ուրիշ Ղազախստան, Ղրղստան ենթադրենք իր ազդեցության տակ այս կամ այն չափով գտնվող երկրների միջոցով Հայաստանից իր արգելած արտադրանքները եթե արգելափակվի որ չերեզով այսպես ասած կներեք չգնան Ռուսաստանի Դաշնություն Կրեմլի էշ իշխանությունները իրենց էշ խելքով մտածում են որ Հայաստանը հայտնվելու է մի ճգնաժամի մեջ տնտեսական այնպիսի մի ճգնաժամի մեջ որ ժողովուրդը ելնելու է իշխանության գլուխը ջարդի ասի շուտ արեք արտահերտ ընտրություններ նշանակեք շուտ արեք նոր ընտրություն եւ գնանք ընտրենք վերջապես պրոկրեմլական իշխանություն այդ կարգի անուղեղ ինչի անուղեղ ժողովուրդ ջան դրա համար մաթեմատիկա պետք է նայել էլի պետք է բացել նայել թե օրինակ ինչքան է այն արտադրանքի ծավալը որը հիմա ենթադրենք Հայաստանը հարևան կամ այլ երկրների միջոցով որպես այդ երկրի արտադրանքները արտահանում Ռուսաստանի Դաշնություն իդեպ այդ արտահանում կարող է լինել շատ էլ օրինական ինչ որ մի վրացի Վրաստանում ծաղկի առևտրով է զբաղվում ու իմացել է որ հայկական ծաղիկները Ռուսաստանը չի ընդունում
Ենթադրենք դուք Վրաստանում ծաղիկ արտադրող եւ արտահանող եք։ Ինչու պիտի ձեզ ձեռնտու չլինի Հայաստանի ծաղիկ արտադրողների հետ խոսալ, բանակցել, առևտուր այդպիսի բան է։ Եվ ասել ախպեր դուր առնում եմ քեզնից։ Ոչ թե քո արտադրանքը իմ միջոցով արտահանում եմ, այլ առնում եմ եւ ծախում եմ։ Վրաստանում եմ ծախում, որտեղ ծախվում է, ծախում եմ։ Դա օրինական եղավ որ բան։ Այդ ոնց եղավ վրացականը առնում եք, հայկականի մեջ ջիջու եք գտել, կորիզ եք գտել։ Թուրքիայից էլ Ռուսաստանը որոշել է 6 տեսակի միրգ բալերեսերեն էր արգելափակել մուտքը Ռուսաստանի Դաշնություն։ Այսինքն այս կարգի ավանակ կարող է լինել մի երկրի իշխանություն, որը հաշվարկի եւ մտածի թե այդ նյութական վնասը, որ հասցնելու է իր խելքով Հայաստանի Հանրապետությանը, կոնկրետ գյուղմթերք արտադրողներին, կարող է Հայաստանում սոցիալական եւ ապա քաղաքական բունտի հիմք դառնալ։ Չի հաշվարկել թե թիվն ինչքան է եւ օրինակի համար Հայաստանի այլընտրանքային գործողությունները որքանով կարող են ծածկել այդ փողը, որքանով այդ վնասը կարող է նվազել շահույթի նորմայի նվազմամբ, մարժայով այսպես ասած։ Եվ ի վերջո հնարավոր գործընկերների կամ դաշնակիցների աջակցությամբ, ասենք Եվրամիությունը ինչ որ չափով փոխհատուցում է, Հայաստանը իր պահուստային ֆոնդերից ինչ որ չափով փոխհատուցում է, ծախս է, հա, բայց այդքան ախմախ կարելի է լինել, մտածել, որ կարելի է այսպես փորձել խեղդել Հայաստանին եւ հիմա նայենք ինչ է ստացվել ժողովուրդ ջան։ Իհարկե մենք կարիք ունենք Հայաստանի իշխանությունների վիճակագրական տվյալներին, որոնք երևի թե մայիս, հունիս, հուլիս կոնեքս սկսեն պարբերաբար ներկայացնել, հասկանանք թե կոնկրետ այս ոլորտների արտահանման արգելքի դեմ գումարած փրկության միջոցառումները, այլընտրանքային ճանապարհները, ինչի անունը վնասները, կոնկրետ թափոնները, բաները եւ այդ ամբողջը իրար հետ Հայաստանը շատ կոնկրետ ինչքան վնաս է կրել։ Օրինակ, ծաղիկների արտահանումից, կերասի արտահանումից, ելակի արտահանման ոլորտում եւ այլն։ Պտուղ բանջարեղեն ծաղիկներ ձկնամթերքի արտահանման ուղղությունները։ Ֆակտորը համեմատել է 25 թվական, 26 թվական հունիսի 1-ից հուլիսի 7-ը ներառյալ, այսինքն 37 օրերի ընթացքում անցած տարվա 37 օրերը հունիսի 1, հուլիսի 7 եւ այս տարվա 37 օրերը։ Ռուսաստան ընդհանուր առմամբ ուրեմն 87%-ն է եղել այս պտուղ բանջարեղեն ծաղիկ ձկնամթերք։ Այս տարի այդ 37 օրերին է եղել է զոր ամբողջ 9/10%։ 87/4 ուրեմն դարձել է 1%։ Ուկրաինա 2% է եղել անցած տարի, այս տարի եղել է 37 օրերն էլ չկրկնեմ, 15.5%։ Բելարուս 2.1% է եղել, հիմա Բելարուսը չի երևում տաբլոյի վրա։ Վրաստան 8.1% է եղել անցած տարի, հիմա Վրաստանը 39.3% է։ Պարզ է, չէ, այլ եւ այլն։ Իրաքը 1% է առաջացել ստեղ։ Ուզբեկստան, որը անցած տարի չի երևացել, հիմա 39.3% է եղել։ Ստեղ իհարկե մեծ խելք պայծառ միտք ունենալ պետք չէ հասկանալու համար, որ ահագին բան, ստեղից գնացել է Վրաստան, Վրաստանով Ռուսաստան լավ են արել։ Չուզողի աչքն էլ հանել են։ Ասել են, որ վրացական ապրանքի լավ են արել ախպեր, ինչ է ուզածներդ։ Բանը Վրաստան, անցած տարի ուրեմն 8.1%, Վրաստան 39.3% եւ այլն։ Հասկացանք սա, տոկոսները կլորացված են եւ այլն, բայց ժողովուրդ ջան, ընդհանուր ծավալի մեջ անցած տարի այդ 37 օրում պտուղ բանջարեղեն ծաղիկ ձկնամթերք արտահանումը եղել է 41 տոննա, ներողություն, 41,000 տոննա։ Այս տարի եղել է 12.5 տոննա, հասկանալի է, որ նվազումը մոտարապես 3.5 անգամ է։ Պարզ է, չէ, այսինքն այդ 3.5 անգամ, որ այս ուղղություններով արտահանումը նվազել է, հա, այս բոլոր ուղղություններն են արտահանման, պտուղ բանջարեղեն ծաղիկ ձկնամթերք։ 3.5 անգամ։ Այն մնացածը ինչ է եղել, հաշվենք էլի մի հատ, 38.5, ասենք, հա, 39,000 տոննան ինչ է եղել 39,000 տոննա բաժանած 3 միլիոն մարդու վրա 39 միլիոն կիլոգրամը բաժանած 3 միլիոն կիլոգրամի վրա մարդա 13 կիլոգրամ ներողություն հա էլի ճիշտ ասացի մարդա 13 կիլոգրամ պտուղ բանջարեղեն ծաղիկ ձկնամթերք մնացել է Հայաստանի Հանրապետությունում հիմի սրա հետ էլ բերեք մի քիչ տրամաբանենք էլի
Պտուղ բանջարեղենի ծաղիկների ծգնամթերքից ինչ գների անկում եք նկատել շոշափելի։ Ինչ որ չափով բանջարեղենի եւ պտուղների անկում եք նկատել գնանկում։ Ված չէ։ Լիքը պտուղ բանջարեղեն մնացել է նույն գնին։ Սա ինչ է նշանակում, որ այստեղ մնացածը չի թափվել, ժողովուրդ։ Բարեհաջող կոնսերվացվել է 1000 ու մի մեթոդներով։ Շատ հաճելի է լսել այդ մասին։ Եթե մնար եւ կոնսերվացիա չլիներ, ասենք, բանը, այս պտուղ բանջարեղեն ծաղիկ ծգնամթերք շեշտակի գնանկում էր լինելու։ Ցուկ արտադրողը ինչ պետք է անի։ Դուք ցուկ արտադրող եք։ Պարզ է, հասկանալի է, արագ օպերատիվ իրացում տեղի չի ունենում։ Ինչ պետք է անեք։ Պետք է սառեցնեք կամ սարքեք ֆիլե։ Եկեք տանենք մեր, եթե չգիտեք, էլի ձևահարգելի ցուկ արտադրողներ, բայց գիտեք։ Մեր համիգի մոտ տանենք, Խայծ իշխան ընկերություն, Չերքեզիցոր, գովազդում եմ առանց փողի։ Համեցեք, ով Գյումրիում եղել է, Չերքեզիցորի ծգան ռեստորանը չի եղել, ոչ միտեղ թող չպատմի, որ եղել է Գյումրիում։ Եկեք տանենք այնտեղ ցույց տանք, ինչպես են այդ մարդիկ սալատ սարքում, ուրեմն իրենց ունեցած կամ աճեցրած ծգների լյարդից շշմելու բան է։ Ծկնկիտ, իշխանի ծկնկիտ, ֆիլեներ, կոնսերվացված, որ արտասահմանից գալիս տանում են։ Հա, սառեցրածի մասին չեմ խոսում։ Կարող եք սառեցնել իհարկե։ Եվ կոնսերվացված բաները, այսինքն Հայաստանի Հանրապետությունը պտուղ բանջարեղեն ծաղիկներ ծգնամթերքի արտահանման ծավալով ունի անկում 3.5 անգամ անկում, մնացածը մնացել է Հայաստանի Հանրապետությունում։ Այն կիլոյով սումկով բան էլի հյուր գնալիս տարածի չհաշված էլի։ Հա, եւ ուղղությունները տեսակ շեշտակի փոխվել են 87%, 41-ի 90% ինչքան կան 36-35 տոննան, 35,000 տոննան գնացել է Ռուսաստանի Դաշնություն, հիմա գնացել է մոտավորապես ինչ է 100 կիլոգրամ, բանը 100 տոննա համեմատեցիք չէ 36,000-ը ուրեմն 100 տոննայի հետ շեշտակի անկում է եղել։ Մյուս դիագրամը, որը նույնպես արժեքավոր է, նույն ժամանակաշրջանին է վերաբերվում։ Ուրեմն 25 թվականի եւ 26 թվականի հունիսի 1-ից հուլիսի 7-ի 37 օրվա ընթացքում ինչեր կան։ Ծիրանի արտահանումը Արաբական Միացյալ Էմիրություններ 20 ուրեմն տոննա գնացել է անցած տարի այդ քանի օրում Արաբական Միացյալ Էմիրություններ այս տարի 2 տոննա։ Պետք է նկատի ունենանք, որ ծիրանի հասունացումը այս տարի տարբեր մասնագետների կամ նախարարությանը լսելով կարող եմ ասել, որ ետ է ընկել 2-ից 3 շաբաթով։ Այսինքն հուլիսի ամբողջական արդյունքների մեջ կերևա էլի թե այս անկումը իսկապես 90% է եղել, թե ոչ։ Անկումը գրեթե բոլոր դեպքերում է երևում։ Բելարուս անցած տարի 581 տոննա է գնացել, այս տարի 45 տոննա է գնացել։ Բելգիա 1.7 տոննա է գնացել, այս տարի մինչև հուլիսի 1-ը չի գնացել։ Բոսնիա Հերցեգովինա 80 տոննա է գնացել անցած տարի, գիտեիք, հա, որպեսզի երկիր կա։ Այս տարի չի գնացել։ Գերմանիա 3.8 1.8 Իրան անցած տարի չի գնացել մինչև հուլիսի 7-ը, այս տարի 17.7 տոննա է գնացել։ Իրաք 0 եւ 86.1 Իրաք Հայաստանը ծիրան է արտահանել, հա։ Լեհաստան 0, այս տարի 38.2 Ղազախստան 3.3 տոննա է գնացել անցած տարվա 37 օրում, այս տարի 77 տոննա։ Դժգոհ եք։ Ենթադրենք վերացագանի անվան տագեք, բայց թող ուղիղ է գրած, էլի։ Մոնղոլիա 0, այս տարի 34.5 Շվեյցարիա անցած տարի 0, այս տարի 400 կիլո Ուզբեկստան 0, այս տարի 2971 տոննա, պատկերացրեցիք, 2 միլիոն կիլո։ Մարտա, Ուզբեկստան 3 միլիոն, հա։ Ուզբեկստանի համար մարտա 3 կիլո ծիրան են խրգել։ Ուկրաինա 798 տոննա է գնացել անցած տարի, այս տարի 749 տոննա, այսինքն այդ 2-3 շաբաթվա ծիրանի հասունացման ժամկետն էլ որ վրա ենք գալիս, ուրիշ թիվ է ստացվում։ Չեխիա 130 կիլո է գնացել անցած տարի, այս տարի չի գնացել։ Ռումինիա անցած տարի չի գնացել, այս տարի 40.7 տոննա։ Ռուսաստան անցած տարի գնացել է 26000 տոննա, այս տարի չի գնացել։
մեջը կորիս կա, ճիճու կա, չի ուտվում, դուրը չի գալիս, Սերբիա 20 տոննա է գնացել անցած տարի, այս տարի դեռ չի գնացել, Սինգապուր 0, այս տարի 600 կիլո է գնացել, Վրաստան 2860 տոննա է գնացել անցած տարի, այս տարի 1480 եւ Ֆրանսիա անցած տարի 2 տոննա է գնացել, այս տարի մինչեւ հուլիսի 7-ը դեռ չի գնացել, սա էլ այսպես հարգելի հայրենակիցներ, Ծգան եւ ծգնամթերքի արտահանումը նույն ժամանակահատվածն է, ֆակտորի չարչարանքն է, ներկայացնում եմ ձեզ Միացյալ Նահանգներ ցուկ ծգնամթերք անցած տարի 1.8 տոննա, այս տարի 0.6 Արաբական Միացյալ Էմիրություններ 0.6, այս տարի 1.5 տոննա աստվածածնի հասել է, Բելարուս 0.7, 0.2 տոննա, Իսրայել 1.1 տոննա է գնացել անցած տարի ցուկ, չունեն այդ մարտիկ ցուկ, 0.4 տոննա էլ այս տարի է գնացել, Ղազախստան անցած տարի չի գնացել, այս տարի ուրեմն 20 կիլո է գնացել, հա Ռուսաստան 701 տոննա, այս տարի չի գնացել, Վրաստան 68 տոննա, այս տարի 116 տոննա է գնացել, հա, այսպիսի տեղաշարժեր, այնպես որ Հայաստանի գյուղմթերքի ծգնարդյունաբերության եւ ծաղիկների արդյունաբերության մահվան մասին լուրերը չափազանցված են, ամոթ ձեզ, պարոնայք, տիկնայք, պրոպագանդիստներ, խելքերդ գլուխներդ հավաքեք, էլի, լավ չէ իհարկե, որ արտահանման նորողությունների վրա ժամանակ է ծախսում արտադրողը կամ միջնորդը, բայց թե լավ է այսպես, քան թե ընդհանրապես դառնալ կերի մի ֆաշիստական իշխանության, որը Կրեմլի իշխանությունն է